Հոգեգալստյան տոնական պատարագից հետո Գարեգին երկրորդ ամենայն հայոց հայրապետն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի նախագահ Նասեր Կազիմիի գլխավորած պատվիրակությանը։ Կազիմին Հայաստանում է մեր երկրի առողջապահական ու կրթական համակարգի բարեփոխումներին ծանոթանալու նպատակով։ Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիան ստեղծվել է 1986 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորքի Հրվանդանում գտնվող Էլիս կղզում։ Այն ոչ պետական կազմակերպություն է, Միացյալ Նահանգներում բնակվող էթնիկ փոքրամասնություններին օգնում է իրականացնել կրթական ու առողջապահական ծրագրեր։ Էլիս կղզում հայերը հաստատվել են 20-րդ դարի առաջին կեսին ցեղասպանությունից հետո։ Կարճ ժամանակահատվածում ձևավորել են ամուր համայնք, որն զգալի ներդրում է ունեցել Միացյալ Նահանգների հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ գիտական կյանքում։ Հայ-ամերիկյան հարաբերություններում Էլիս կղզին բարեկամության յուրօրինակ խորհրդանիշ է։ Նասեր Կազիմին Գարեգին երկրորդ հայրապետին մարդասիրական ու խաղաղասիրական գործունեության համար հանձնեց Էլիս կղզի պատվո շքանշանը։ Շքանշանը, որ հանձնեցինք Նորին Սրբությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծագույն պարգևներից մեկն է։ Այն ողջ Ամերիկայի ժողովրդի կողմից է։ Սա միանգամայն արդարացի է, քանի որ այստեղ Հայաստանում է վերխոյացել առաջին քրիստոնեական եկեղեցին։ Դուք երջանիկ մարդիկ եք, որ ժամանակակիցն եք նման մեծագույն հոգևոր առաջնորդի։ Մինչ այժմ Էլիս կղզի պատվո մեդալով պարգևատրվել է ավելի քան 1000 երախտավոր, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների 6 նախագահներ, տասնյակ պետքարտուղարներ, սենատորներ, կոնգրեսականներ, Նոբելյան մրցանակակիրներ, արվեստագետներ ու ձեռնարկատերեր։ Վեհափար հայրապետը շնորհակալություն հայտնեց պարգևի համար եւ Կասեմիին նվիրեց սեղանի արծաթյա խաչ։